Այս նկարահանումները տևեցին 1 տարի 4 ամիս։ Եվ այդ ժամանակահատվածում շենքը կառուցվեց եւ հասցվեց ավարտին, իսկ ճանապարհային նշանը թեքված մնաց անուշադրության մատնված։ Իսկ այժմ մանրամասն։ Ողջույն, անունս նշան է, հայրանունս ճանապարհի, ազգանունս Արշակունյաց, այսինքն հայ եմ, հայ եմ ինչպես ամեն մի հայ Հայաստանում։ Չէ, կներեք, ես նման չեմ շատ-շատերին ու չեմ լքում Հայաստանս դժվար պահին։ Միշտ կկանգնեմ ինչպես պաշտպան այս սահմանին ու չեմ թողնի ես ոչ ոքի, որ այն խախտեն ու ահավոր աղետ բերեն։ Երբ ծնվեցի, շքեղ սիրուն տեսք ունեի։ Միշտ կանգնած այս ճանապարհին ուղղորդում էի անցորդներին, օգնում էի, որ այս կյանքում կողմնորոշվեն ու ճիշտ գտնեն ճանապարհը, որ չկորչեն։ Մի օր հանկարծ այս աշխարհի կանոնները արհամարած մի թշնամի հսկա ուժով ու երկաթյա իր նժույգով հարձակվեց վրաս։ Ուժգին հարվածով կոտրեց ողնաշարս ու խլեց ինձանից թանկագին մի մեծ կտոր։ Այդ անչափ կարևոր կտորը բաժին դարձավ աղբանոցին ու նրա տերերին։ Գլուխս կորցրած չեմ կարողանում մեջքս ուղղել, խախտվել է աջ ու ձախս, չգիտեմ որ կողմ դիմեմ, որ ինձ օգնեն։ Շատ նեղվեցի, որ աշխարհը լուռ հետևում էր իմ դժբախտ վիճակին, ոչ ոք ինձ չօգնեց։ Նույնիսկ արհամարված ու մոռացված եմ դարձել կարծես։ Անցել է երկար ժամանակ ու ինձանից խլված անբաժանելի կտորս դեռ չեն վերադարձնում։ Մեջքս ծռված կարծես խոնարհված աղերսում եմ, վերադարձրեք ինչ խլել եք ինձանից։ Իմ ետևում ժամանակի չափի չունեմ։ Տեսեք, կառուցված է շենքի կեսը։ Հետևում եմ, թե ինչ արագ են հարևաններս կառուցում, զարգանում, բայց իմ մեջքը դեռ չի ուղղվել։ Ուրացկան եմ ահա դարձել։ Ոչ ոք չի էլ նկատում, որ գլուխս կորցրած սպասում եմ վառ ապագային։ Ոնց որ մոլորված լինեմ այս դաժան աշխարհում։ Մինչդեռ ասում են, որ շատ կարևոր դեր ունեմ այս տարածքում։ Շատերն են ուզում իմ փոխարեն հսկել այս ճանապարհը։ Ոչ, թույլ չեմ տա ամեն մեկին, որ տեր կանգնեն ճանապարհին։ Այո, վիրավոր եմ, բայց սա իմ տեղն է ու իմ տարածքը։ Չի կարող ուրիշ նշան լինել իմ փոխարեն։ Տեսեք, հարևանները ոնց են կառուցում ու նոր շենքերը ոնց են բարձրանում։ Ահա հասան 8-րդ հարկին, վաղը 9-ին, հետո 10-ին։ Նույնիսկ շենքը կավարտեն, իսկ ինձ նորոգող չկա։ Անտարբերությունն ահավոր մեղք է համարվում։ Հեյ դիտորդներ, ինչու չեք նկատում, որ տկար եմ։ Ինչու չեք կանչում պատկան մարդկանց, որ ինձ օգնեն։ Դժբախտությունը դարձել է միայն իմը։ Ոչ ոք նույնիսկ չի էլ մտածում, որ ձեռք մեկնի ու ինձ կրկին հզոր դարձնի։ Իսկ իմ կողքով ամեն անցորդ տարբեր օտար երգ է երգում, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Լավ ասենք օտար ազգեր շատ են եկել ու մեր երկրին նոր տեր դարձել։ Հնդիկ, արաբ, ռուս ու տաջիկ, իրենցը չի անտարբեր են։ Իսկ մենք հայեր, եթե մնանք լուռ անտարբեր այս ամենին ու չհառնի մեր պապերի թողած ոգին, կկորցնենք մենք ամեն բան ու կդառնանք օտարական։ Եկեք դառնանք թևութիկունք մեկս մյուսին, հպարտանանք մեր սուրբ երկրով, որ չի տրվել դա ամենքին, եկ զորանանք ու զորացնենք մեր երկիրն ու հայրենակցին, ժպտանք իրար ու վեր հանենք մեր մեջ ապրող վայր ընկածին, ինձ էլ շուտով որ նորոգեն, ես էլ կրկին վեր կհառնեմ, ու մեծ սիրով ու ժպիտով ձեր ճամփեքը ճիշտ կուղորդեմ։ Հիմա էլ ինձ 1 տարի անց ընդհանրապես դեն նետեցին ու կարևոր այս տարածքը առանց նշան թողեցին։ Տեղս դատարկ է, տեսեք։ Դատարկ է մնացել։ Էլ ոչ ոք չի հսկում այս սահմանը։ Մնացել են դիտորդները։ Ահա շենքն էլ կառուցվեց, վերամբարձ կռունկն էլ հեռացվեց։ Ավարտեցին գնացին, իրենց դիրքը զորացրին։ Բայց իմ աչքից չի վրիպել, հույսի մոմը դեռ չի մարել։ Դեռ կան մարդիկ հայրենասեր ու մտահոգ։ Մեկն էլ կարծես այս պատմության հեղինակն է ու իմ ցավի վշտակիցը։ Շնորհակալ եմ բարի մարդիկ,
որ տեսնում եք վայր ընկածին ու տեր կանգնում նրա վշտին։ Շնորհակալ եմ բարի մարդիկ, որ ինձ կրկին վերադարձրիք։